Ողջույն 24 եթերում հետագիստն եմ Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալ եմ Դավիթ Անանյանին, պարոն Անանյանին մենք մշտապես ներկայացնում ենք ՊԵԿ նախկին ղեկավար տնտեսագետ, այսօր ՊԵԿ նախկին ղեկավար տնտեսագետին ավելացնում ենք միասնության թևեր քաղաքական շարժման անդամ, ղեկավար անդամ, հա, չգիտեմ, պարոն Անանյան։ Նախաձեռնության անդամ։ Բարև ձեզ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Արման Թաթոյանի հետ միասին քաղաքական նախաձեռնություն ստեղծեցիք, որը ինչքան հասկանում եմ, վերածվելու է քաղաքական ուժի ժամանակի ընթացքում։ Թաթոյանի մուտքը քաղաքականություն վերջին, չգիտեմ, 3-4 տարվա անդիմադիր քաղաքական կուլիսներում ամենաշատ քննարկվող հարցերից մեկն էր։ Ու կարծես թե երևում է, որ գործընթացը հենց դրան էլ տանելու է։ Ես ուզում եմ հասկանալ, քանի որ մենք գտնվում ենք այս բային գրեթե նախընտրական իրավիճակում, քաղաքական ուժերը սկսել են դիրքավորվել որպես նախընտրական իրականություն, հա, ինչն է լինելու այն վիզիտ քարտը, այսպես ասեմ, հա, որը կանչելու է մարդկանց հենց ձեր նախաձեռնությունը, այլ ոչ թե այլ պայմանական ուժեր եւ նախաձեռնություններ, որոնք նույնպես իրենց առաջարկները ունեն առաջիկայի ապագայի հետ կապված կամ չունեն։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ ենք ասելու կամ ինչ ենք առաջարկելու հանրության աստեղծության հարցը դա է։ Առաջարկել ենք այն ինչ որ ընդհանուր գծերով, ընդհանուր շեշտադրումներով հոկտեմբերի 9-ին մեր նախաձեռնության մեկնարկի թե պաշտոնական մասում, թե ասուլիսի ժամանակ հնչած հարցերի պատասխանների միջոցով պարոն Թաթոյանը ներկայացրեց հանրությանը։ Մենք ըստ էության առաջարկում ենք միասնություն, հենց միասնության թևերի իմաստն էլ դա է, ներքին խաղաղության հաստատում, միասնություն եւ միասին այս վիճակից դուրս գալու ընդհանուր ջանքերի, այսպես ասած, համախմբում։ Մենք տարբերվում ենք երևի թե մյուս քաղաքական ուժերի եւ միավորներից նրանով, որ ոչ թե մեր խոսույթի մեջ գերակշռում է քննադատությունը այսօրվա իշխանությունների, այլ ավելի շատ մենք ասում ենք թե ինչ ենք անելու ապագայում եւ մեր առաջարկներն ենք հնչեցնում եւ հնչեցնելու։ Նիկոլ Դավաճան եզրույթով հանդես չեք գալու։ Այո, գիտեք, դա ոչ միտեղ չի տանում, հետեւաբար նայեք այդ պոստուլատային բաները, կոչերը կամ այդպիսի պիտակներ տալը, դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։ Եթե դու ասում ես, որ մենք չենք պիտակավորելու, չենք մասնատելու, հին ու նոր չենք անելու, նախկիններ ներկաների խոսույթը վերացնելու ենք, սևեր սպիտակների այդ արհեստական բաժանումը վերացնելու ենք եւ առաջարկում ենք միասին ջանքեր գործադրելով գնանք ապագա, դա հենց նա է, որը կարծում եմ մեզ մի քիչ տարբերելու է մյուսներից։ Այսինքն մենք խոսելու ենք օրինակ տնտեսական նոր քաղաքականության մասին, որի ընդհանուր նարատիվները ներկայացվեցին։ Խոսելու ենք ընդհանուր ինչպիսի պետություն ենք պատկերացնում։ Այդ պետության մեջ ով է մարդը, մարդակենտրոնությունն ենք ներկայացնելու, մեր երազանքներն ենք ներկայացնելու, ի տարբերություն այսօրվա հայեցակարգերի, որոնք որ կարծես թե ժողովրդին ասում են, որ երազելը այդքան լավ բան չէ, մենք հակառակը երազանքերով եւ տեսիլքներով եւ տեսլականներով առաջնորդելու ենք ժողովրդին եւ մեր հանրությանը դեպի ավելի արժանապատիվ եւ ավելի լավ ապագա։ Ասելու ենք, թե որն է մեր խաղաղության վերաբերյալ մեր պատկերացումները, ինչն է դա, ինչ ենք անելու, օրակարգեր ենք ասելու եւ այդ օրակարգերը իրականացնելու հստակ ծրագրեր ենք ասելու։ Արան, դուք դեռ ժամանակ մենք բոլորս միասին ժամանակ ունենք ավելի մանրամասն քննարկելու ամեն օրակարգ, որովհետեւ գիտեք, գործընթացը ընթանում է դեռևս ինչ որ ժամանակ կա, հա, եթե հաստատ կա շուտ հերթական ընտրությունների եւ ինչ որ կատակլիզմներ աստված տա կամ չտա տեղի չունենան, հա, երկու պարագանել ընդունել է, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է, որ սկսել է նախընտրական քարոզչությունը։ Սա արդեն երևում է թե իր Facebook-յան ակտիվությունից, թե տառավոտյան ինչ որ սրտիկներ բովանդակ հայ ժողովրդին ուղարկելուց, սա կա։ Ու այստեղ այդ կարմիր գծով, կարմիր թելով գնում է ես բերել եմ խաղաղություն, Արցախի հարցում ինչ որ տեղի անցել, ի սկզբանե ավանտյուրա է եղել, հիմա վերջ, սահմանները բացելու ենք, հանգիստ ապրելու ենք, առևտուր ենք անելու, հարստանալու ենք, կրթվելու ենք, դեպի Եվրոպա ենք գնալու, մյուսն ենք անելու եւ այլն։ Սա դրական հատվածն է։ Բացասական հատվածը այն է, որ բացի իրենից ով մասնակցեց ընտրություններին, ընդ որում անկախ
այն տրամաբանությունից, թե այդ մարդը նախկին իշխանություն է, նախկին իշխանությունը, առավել նախկին իշխանությունը, անկախ այդ տարբերություններից, ինքը փորձելու է բոլորին ներկայացնել, այսպես անջատել եւ ներկայացնել, որպես պատերազմի մունետիկներ, որպես մարդիկ, որոնք որ գալու են եւ իր կառուցած խաղաղության ճարտարապետությունը պայթեցնելու են եւ դա բնականաբար բերելու է ավանտյուրիստական ու Հայաստանի համար կործանարար պատերազմի։ Դուք սրա մասին մտածել եք եւ արդյոք պատկերացնում եք սրա դեմ պայքարի դեղատոմսը։ Բնականաբար այո, եթե մենք չպատկերացնեինք ու չունենայինք մեր հստակ պատկերացումները, մենք քաղաքական միավորի նախաձեռնության, այդպես ասած, մեկնարկի ազդարանությամբ չէինք հանդես գա հանրությանը։ Եվ մի շատ կարևոր բան ասեմ, որ չլինելով քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից, թե պարոն Թաթյանը, թե ես, մենք քաղաքական միավորում մեր դերակատարումը պատկերացնելուց առաջ մենք պետք է սեփականաշնորհեինք այդ գաղափարը, որ այո, պայքարի, այո, փոփոխություն անելու համար, եթե պետք է որ նաև մտնես քաղաքական դաշտ եւ քաղաքականության մեջ լինելու կանոններով շարժվես եւ լինես քաղաքական անձ, քաղաքական կուսակցության անդամ, ապա դա պետք է դու կարողանաս քո մեջ բերես պրոֆեսիոնալ գործունեությունը որպես կյանքի նշանաբան դարձրած անձի այդ սեփականաշնորհման այդ գաղափարախոսությամբ, այսինքն դա պետք է դառնար մերը, որ մենք մտնեինք։ Հետևաբար ցանկացած խոսույթ, որ մենք ասել ենք, ցանկացած նախադասություն, կան բանալի բառեր, որոնց տակ կա ռազմավարություններ, կա քաղաքականություններ, կա տեսլականներ։ Հիմա վերադառնամ ձեր հարցին։ Չկա խաղաղություն, կա խաղաղության պատրանք, ընդ որում այդ պատրանքը մատուցում է ոչ ազնիվ նպատակադրումներով խաղաղություն ասող մունետիկը։ Չկա այդ խաղաղությունը, սա պետք է ասենք ժողովրդին, որ խաղաղության կա բանաձև մեր պատկերացման խաղաղությունը, դա ունի շատ կարևոր երկու բաղադրիչ։ Առաջինը ներքին խաղաղությունն է։ Երբ որ կու ներսում, ժողովրդի հանրության ներսում կա հանդուր ժողականության մեծ մակարդակ եւ կա ներքին խաղաղություն, ներքին այո, առաջինը դա է։ Եթե դու ներքին խաղաղությունը չունես, արտաքին ինչ պատրանքներ ուզում ես արա, դու չունես այդ ոչ, չունենք։ Երբ որ դու բարբերաբար քո խոսույթը, քո գործելավոճը, քո մտադրություններն իրականացնելու բանալին եղել է մասնատելը, սևերի սպիտակների, նախկինների, ներկաների եւ այլն եւ տարբեր մասնատման բանաձևեր են կիրառվել, չէ՞։ Եվ հանրությունը գտնվում է բաժանված վիճակում, որը ըստ էության ավելի հեշտ է կառավարելի դառնում այսպիսի մտադրություններ ունեցող քաղաքական միավորների համար, ապա դու չես կարող ասել, որ ունես ներքին խաղաղություն։ Հետևաբար վերադառնամ ձեր հարցին, այո, խաղաղություն հիմա չկա, կա այդպիսի պատրանք, մեր առաջարկած խաղաղության առաջի բաղադրիչը ներքին խաղաղություն հաստատելն է։ Երկրորդ բաղադրիչը անվտանգային համակարգերի կառուցումն է, որ իրենից ներկայացնում է առաջին հերթին ռազմական ուժը, ռազմաարդյունաբերություն, քո ռազմաքաղաքական դաշինքների վերանորոգում, նորերը կնքում եւ հարևանների հետ խաղաղ ապրել եւ խաղաղ գոյակցել այն պայմաններում, երբ որ Բիսմարկին ասել է, եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի։ Դու պետք է լինես ուժեղ, պետք է ունենաս հզոր ռազմական ուժեր, բանակ բարձր տեխնոլոգիական բանակ, բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերություն, նորոգված արտաքին, այսպես ասած, անվտանգային դաշինքներ, նոր դաշինքների կնքում բնական դաշնակիցների հետ, այն դաշնակիցների հետ, որոնք որ կարող են ապահովել այդ հաշվեկշիռը, քո անվտանգության։ Ամփոփեմ, խաղաղություն իրական կլինի միայն այս երկու բաղադրիչի միաժամանակ տեղի ունենալով։ Մեր կողմից առաջարկվող խաղաղության բանաձևը սա է օրակարգը, ներքին խաղաղություն, արտաքին անվտանգային համակարգերի ձևավորում։ Սա է։ Պարոն Անյան, քանի որ խաղաղության թեման դառնալու է իշխանությունների եւ դարձել է իշխանությունների հիմնական այսպես խաղաթուղթը, որը անընդհատ օգտագործվելու է ներքաղաքական տրամաբանությունից ելնելով, ուզենք կամ չուզենք, այս հարցերի շարքը շարունակվում է, Տեսեք,
կա այսպիսի մոտեցում նաև, որ մեր հասարակություն ինչ որ դուք խոսում եք, դրանք շատ լավ են, շատ գեղեցիկ են հնչում, բայց դրանք երկարաժամկետ ծրագրեր են։ Դրանք ոչ թե գեղեցիկ են հնչում, այլ դրանք հիմնական բաղադրատոմսերն են։ Թեկուզ, բայց դրանք երկարաժամկետ են, պարոն Արոյանյան։ Այսինքն մենք խոսում ենք երկարաժամկետ Հայաստանի ռազմավարական զարգացման մասին։ Մենք չենք խոսում երկարաժամկետի մասին, Արեգ ջան, կներեք ընդհատելու մասին։ Ես ձեզ ասացի, որ մեր պատկերացրած խաղաղության բանաձևը կամ խաղաղության օրակարգը սա է։ Եթե դուք ասում եք դա երկարաժամկետ կամ միջնաժամկետ է, ապա ես ասում այո, խաղաղության հաստատումն է երկարաժամկետ ու միջնաժամկետ։ Շատ լավ է, ես ուրիշ բան եմ ասում, որ տեխնոլոգիական բանակի ստեղծումը, անվտանգային նոր համակարգերը, մյուսը դրանք աշխատատար գործընթացներ են։ Այսինքն դա չի լինելու 1 օրում, 2 օրում, 3 օրում, 4 օրում, 5 օրում։ Ամբողջ իրավիճակի սրությունը, այսպես ասեմ, այն է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները եւ Նիկոլ Փաշինյանի հեռացումը կարող են հանգեցնել Ադրբեջանի կողմից ագրեսիայի, որը կարող է գալ վերցնելու այն, ինչ որ Նիկոլ Փաշինյանը իրենց խոսք է տվել, թե թղթով, թե ըստ օդում կախված լուրերի, ոչ թղթով բանավոր տրամաբանությամբ, հա, ուստեղ հարց է առաջ գալիս, չգիտեմ, թրիփի հետ կապված, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված, սահմանագծման, մյուսի, այսինքն սրանք արդեն կոնկրետություններ են իրենցից ենթադրում, պարոն Անյան, ու էլի բնականաբար դες այդ հարցը տալու են, ասելու են, լավ, այսօր առավոտյան արթնացանք Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի, Ադրբեջանը գալիս է յուրուզացի հետևից, մեր դեղատոմսը կամ մեր հակազդեցության գործիքակազմը։ Ձեր խոսույթը, ձեր մտքերը իրենք փակուղի տանող մտքեր են, որովհետև նույն հաջողությամբ կարող եք ասել, որ պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց վաղ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, ինչ ենք անելու։ Հասկանում եք, երբ որ դուք պատրանքներով եք խոսում, կամ այդպիսի պատրանքներ ունեք, կամ այդպիսի ենթավարկած կամ կանխավարկածներ եք ասում։ Փաշինյանը ասելու է ամբողջ ընտրական process-ի ժամանակ։ Իհարկե, ես էլ հակադարձում եմ, ասում եմ այո, նա ասում Փաշինյանին, որ այո, դու էլ կարող ասենք առավոտ զարթնես, տեսնես, որ օրինակ Ադրբեջանը ուխտադրուժ կերպով խախտելով օգոստոսի 8-ի քո հետ նախաստորագրված այդ փաստաթուղթը, որը դու ներկայացնում ես որպես խաղաղության պատրանք, ուխտադրուժ կերպով հարձակվել է։ Օրինակ տեղի է ունեցել հայերենական մեծ պատերազմի Գերմանիայի եւ Սովետական միության միջև կնքված պակտի ուխտադրուժ խախտման երկրորդ պատմական, ասենք, բանը արարը։ Այդպիսի մի բան է, պատկերացրեք։ Միրզոյան Բայրամովը դարձավ Մոլոտով-Ռիբենտրոպը։ Հասկանում եք, ամեն ինչ կարելի է ենթադրել։ Ես ենթադրություններով չեմ ասում։ Այո, դրանք բոլորը կան, բայց մի շատ կարևոր բան կա, երբ որ դու մտնում ես քաղաքական պայքարի մեջ, երբ որ դու քո խոսույթը ասում ես, այդ խոսույթի մեջ ներկայացնում ես կոնկրետ առաջարկներ ու տեսլականները, քեզ նայում են, քեզ տեսնում են թե արտաքին խաղացողները, թե ներքին լսարանը։ Դու հասկանալի ես լինում թե արտաքին աշխարհի համար, թե ներքին աշխարհի համար։ Երբ որ դու քո խոսույթի մեջ ասում ես, որ իմ խաղաղության բանաձևը երկու շատ կարևոր կոմպոնենտ ունի, մեկը ներքին խաղաղությունն է, մեկը արտաքին անվտանգային դաշինքների նորացումը եւ նորերը կնքելն է, սա արդեն խոսույթ է թե ներքին լսարանի համար, թե արտաքին լսարանի համար։ Հասկանում եք, սրանք պատրանքներ չեն։ Դա նշանակում է, որ դու սկսելու ես իրականացնել այդ երկուսը միաժամանակ։ Դա նշանակում է, որ իշխանափոխությունից անմիջապես հետո դու պետք է քո արտաքին պոտենցիալ բնական դաշնակիցների հետ սկսես արտաքին քո անվտանգային համագործակցության եւ դաշինքների վերանորոգման, վերականգնման, նորերը կնքման այդ գործընթացները։ Դա եւ Իրանն է, եւ Ռուսաստանն է, եւ Հնդկաստանն է, եւ Չինաստանն է։ Հասկանում եք, եթե դու այդ գործընթացով գնում ես, դա նշանակում է, որ դու միջազգային քո փոխհարաբերություններում քո դիրքերը վերագտնելու, վերականգնելու, նոր դիրքեր ստեղծելու եւ աշխարհին նորովի ներկայանալու այդպիսի մի հատ հայտ ես ներկայացնում։ Տեսեք, երբ որ դուք ասում եք Ռուսաստան միացել, ներողություն, միտքս ուղղակի որպեսզի ավարտուն լինի, եթե դու սկսում ես քո գործընթացները այդ 4 առնվազն այդ 4 ուղղություններով, այդ նշանակում, որ այդ 4 ուղղություններով այդ բանակցությունները արդեն այդ 4 առնվազն 4 Ամերիկայի Միացյալ Նահանգներին չմոռանանք։ Նայել է իհարկե դաշնակից, պոտենցիալ դաշնակից, որովհետև կա նախաստորագրված առնվազն 2-3 փաստաթուղթ, որոնք որ հարակից են այդ նախաստորագրված փաստաթղթին։ Այսինքն նրանց հետ էլ, Եվրոպայի հետ էլ, բոլորի հետ։ Երբ որ դու սկսում ես զրույց,
Դա նշանակում է դու սկսել ես մի գործընթաց, որոնք որ այդ աշխարհաքաղաքական խաղացողները դարձել են արդեն մասնակից նոր անվտանգային աշխարհագրության ձևավորման։ Այդտեղ կա արդեն որոշակի զսպման մեխանիզմներ, որոնք որ արդեն քո բանակցությունները այդ զսպման մեխանիզմները բան են անում, մեկնարկում են։ Չեմ ուզում տրիվիալ հարցը սնչի այնուամենայնիվ, բայց այն ինչ որ դուք ասում եք, միջին վիճակագրականը կարող է դες պատասխանել, մենք դա արդեն արել ենք։ Մենք ռազմավարական հարաբերությունների մասին կամ ռազմավարական հարաբերությունների մասին պայմանագիր ունենք Չինաստանի հետ, Հայաստանը պետություն, Միացյալ Նահանգների հետ, ռազմավարական դաշնակցային հարաբերություն ունենք Ռուսաստանի հետ, աշխատում ենք Հնդկաստանի զենք են կարողանում բերել, Իրանի հետ պատրաստվում է ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը, այս ամեն ինչը մենք կարել ենք դիվերսիֆիկացրել ենք, պարոն Անանյան, ինչի կրկնում մեր դա կլինի կեղծ խոսույթ, եթե այդքանը իրենք կարել են, իսկ ձեր ասածների մեջ բնականաբար կան քայլեր, կան որոշակի գործընթացներ, որ իրենք արել են, շատ ավելի լավ որ արել են, որ դա նշանակում է, որ իրենք արտաքին անվտանգային որոշակի նախապայմաններ ինչ որ չափով ասենք թե բավարարել են, բայց իրենց խաղաղության, այսպես ասած, բանաձևի մեջ հովանավորյալ կամ հովանավորներ փնտրել են թուրքական աշխարհից։ Թուրքիան եւ Ադրբեջանն են իրենց խաղաղության, այսպես ասած, գրավականները։ Այսա է որ տրամագծորեն մեր պատկերացումներից տարբերվում է։ Երբ որ դու ռազմաքաղաքական դաշինքներ ես կնքում, հզորացնում ես քո զինված ուժերը, ռազմարդյունաբերությունը, դու քեզ ուժեղացնում ես, որպեսզի քո պոտենցիալ թշնամիների հետ կարողանաս ապագայում խաղաղ գոյակցություն ապահովես։ Այս տարածաշրջանում մեր երկրի համար թշնամիական տրամադրված երկրներ են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Դե Փաշինյանը ասում է պետք է այդ ամեն ինչը կառավարել։ Երբ որ տեսեք, Փաշինյանը ուզում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ստեղծի հարաբերություններ խաղաղ գոյակցության համար, բայց ինքը խաղաղ գոյակցություն ստեղծելուց առաջ չի ուզում ուժեղանա, չի ուզում ռազմաքաղաքական դաշինքներով եւ բանակի հզորացմամբ ունենա այն նախադրյալները, որոնք որ կստիպեն քո թշնամիների հետ քո հետ հաշվի նստել եւ խաղաղության ստեղծեք, որ Թուրքիային բան ստիպենք։ Նայեք, մենք ելի եմ ասում, մեր խաղաղությունը երկու շատ կարևոր բանի, ներքին խաղաղություն եւ արտաքին անվտանգային համակարգեր։ Դու ունես զինված ուժեր, պատկերացրեք, արդիականացված զինված ուժեր, ունես ռազմարդյունաբերություն եւ ունես ռազմաքաղաքական դաշինքներ տարբեր ուղղությունների հետ։ Քո անվտանգային համակարգը այդ երկուսի հիման վրա է կառուցում։ Դու չես կարող ապավինել միայն բանակի վրա, որովհետեւ փոքր երկրները սովորաբար դաշինքներով են ապահովում իրենց ռազմաքաղաքական անվտանգությունը։ Դե Ռուսաստանի բազան Հայաստանում, պարոն Անանյան, ուղղված էր հենց թուրքական հնարավոր վտանգի դեմ։ Շատ լավ։ Այդ դեպքում էլ բավականին մեծ աշխատանք կա, որ դու պետք է կատարես Ռուսաստանի հետ։ Կան հարցեր, որոնք դու Ռուսաստանի հետ պետք է վերանորոգես։ Կան խնդիրներ, որոնք պատասխաններ են սպասում։ Կան հարցադրումներ, որոնք որ պետք է դնես քո ռազմական դաշնակցի առջև եւ դրան պետք է ակնկալես դրանց պատասխաններ։ Սրանք աշխատանքներ են, որ պետք է կատարվեն։ Այս աշխատանքները չեն կատարվում։ Այս աշխատանքները չեն կատարվում, որովհետեւ Հայաստանի իշխանությունները ամբողջ աշխարհին չեն ներկայանում որպես հուսալի իշխանություններ, որտեղ իրենք մի քայլ են կատարում, հաջորդ օրը մեկ այլ քայլ են կատարում եւ այդ քայլերը մեկը մեկից տրամագծորեն հակառակ ուղղությունները ենթադրում։ Հետեւաբար դու պետք է լինես արտաքին աշխարհի համար կանխատեսելի եւ հուսալի։ Բոլորի հետ պետք է աշխատես։ Մեր տարբերությունը այսօրվա իշխանությունների հետ կայանում է երկու շատ կարևոր բանի։ Խաղաղության օրակարգը տրամագծորեն տարբերվում է մեր եւ իրենց պատկերացմամբ։ Իրենց խաղաղության օրակարգում Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն շատ գործուն դերակատարում, մեր պատկերացրած խաղաղության օրակարգում չունեն Թուրքիան եւ Ադրբեջանը այդպիսի դերակատարում։ Իրենք ապագայում մեր պատկերացրած խաղաղության օրակարգի շահառու են հանդիսանալու այն պայմաններում, երբ որ մենք կունենանք արտաքին անվտանգային համակարգեր եւ հզոր ռազմական ուժեր։ Ես տեսա ձեր
կլոր սեղանը, որը վերաբերվում էր Զանգեզուրի կամ Սյունիքի, ուղղակի Զանգեզուր բառը հիմա մարդիկ խուսափում են, բայց Զանգեզուր հայկական բառ է, եկեք մենք էլ օգտագործենք, չթողնենք Ադրբեջանին։ Զանգեզուրի հետ կապված հյուսիս-հարավ, արևելք, արևմուտք տրանսպորտային հանգույցների մյուսին եւ այլն, բայց այնուամենայնիվ այս մարդը գնացել բան է ստորագրել եւ բան է վերցրել, պատասխանատվություն է վերցրել, պատասխանատվություն է վերցրել Միացյալ Նահանգների առջեւ, պատասխանատվություն է վերցրել Ադրբեջանի առջեւ։ Ու տեղից հնարավոր չի այդ ամեն ինչը, ասենք ասել դե լավ, այս ամեն ինչը մի կողմ, էսի ինչ էր էլի, ասենք ինքը այդպես չի կարելի։ Այստեղ ինչա պետք անել այդ բառը։ Բոլոր փաստի առաջ է կանգնելու։ Բոլոր իրողությունները, որոնք տեղի են ունեցել, նախաստորագրված փաստաթղթեր, բանակցություններ, ինչ որ մի կետի հասցված ինչ որ մի հարաբերություններ, մենք պետք է շարունակենք հենց այդ կետից սկսած։ Ոչ մի բան չի կարելի սկսել զրոյական կետից։ Ինչպես ինքը։ Մենք, այո, ականատես ենք եղել, որ ինչ որ մի բան, երբ որ դու սկսում ես զրոյական կետից, ապա դա ոչ մի լավ տեղ չի տանում։ Հետևաբար, այո, այս բոլոր իրողությունները մեր համար պարզ են։ Այո, կա նախաստորագրված փաստաթուղթ, այո, շատ կարևոր է, որ դու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հենց ի սկզբանե ցուցադրես, որ դու շատ մեծ հավատ ունես երկկողմ հարաբերությունների խորացման մեջ եւ այդպիսի շահագրգռություն ունես։ Եվ պետք է ցուցադրես, որ այս նախաստորագրված փաստաթղթերը իրենք բովանդակային առումով օրինակ Ադրբեջանի կողմից խախտվում են արդեն պերիոդիկ։ Դու պետք է ցուցադրես, որ դու պատրաստ ես այն ինչ որ նախաստորագրվել է, դրանք իրականացնես, բայց անպայմանորեն կետ առ կետ դրանց շուրջ լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը ապացուցելով քո գործընկերներին եւ նորացնես, լավացնես, փոփոխես։ Բայց բաղարկը որոնք անդառնալիորեն կորսված չեն։ Չկա որևէ բան աշխարհում անդառնալիորեն կորսված, բացի ֆիզիկական մահը։ Մարդը, եթե ֆիզիկապես մահացել է, դա անդառնալիորեն կորուստ է։ Մնացած բոլոր պարագաներում չկա անդառնալիորեն կորսված ոչինչ։ Դա եթե այդքան փիլիսոփայական որպես քրիստոնյան դա էլ անդառնալի կորուստ չի, որտեղ քրիստոնյան մարդ չունի, բայց երկրային կյանքի մասին ենք խոսում։ Շատ լավ, երկրային կյանքում ԵԱԿ-ի խումբ այլևս գոյություն չունի, օրինակ, այսինքն աշխարհը փակել է Արցախյան հակամարտության էջը, ուստեղ երբ որ դու գաք կամ ինչ-որ մեկ գա իշխանության, այդ հարցին առնչվելու է։ Այսինքն, ասածս ինչա, որ ինչ-որ բաներ կան, որոնց հետ առերեսումը բոլորին է։ Իհարկե։ Տեսեք, խաղաղության խաչմերուկ տարբեր ատյաններում խոսվել է դրանց մասին։ Վերջերս էլ օգոստոսի վերջում չէ Շանհայի կազմակերպությունում, համագործակցության կազմակերպությունում բարձր ամբիոնից խոսք ասվեց, Չինաստանի նախագահը ողջունեց այդ նախաձեռնությունը, չէ՞։ Այսինքն սրանք բաներ են, որոնք իրողություններ են, դու սրանք պետք է հաշվի նստես։ Այո, եթե խաչմերուկի մասին է խոսքը, պետք է վերաիմաստավորես այդ խաչմերուկը։ Պետք է նոր խաչմերուկ, օրինակ, առաջարկես։ Կա այդպիսի հնարավորություն, իհարկե կա։ Դրա համար կա նաև տնտեսական քաղաքականություն, որը որ դու գրում ես։ Դու այլ կերպ ես պատկերացնում այդ խաղաղության խաչմերուկը։ Այդ խաղաղության խաչմերուկի մեջ ոչ թե դնում ես դիվանագիտական կամ քաղաքական ինչ որ ուղերձի տրամաբանություն, այլ տնտեսական իրական համագործակցություն, հողի վրա, դաշտի վրա իսկական համագործակցություն։ Դու կարող ես այդ հյուսիս-հարավը երկաթգիծը, մենք դուք խոսեցիք պարոն Զուրաբյանի հետ 2 օր առաջ այդպիսի քննարկման էինք, կա արդեն, օրինակ, հյուսիս-հարավը մենք գիտենք ավտոմայրուղային այդ հանգույցը, որը որ պետք է մեծ հյուսիս-հարավի բաղադրիչը հանդիսանար, դրա հետ մեկտեղ կա նաև երկաթգծային այդպիսի նախաձեռնություն, արդեն բանակցված, արդեն հաշվարկված, արդեն այդ feasibility study-ն անցած, իր 84 կամուրջներով, թունելներով, կա դա։ Մենք չենք հավակնում, ասենք որ գիտեք, մենք մի ինչ-որ նոր բան ենք հնարելու, իհարկե նոր բաներ ենք առաջարկելու, բայց այն ինչ-որ արդեն կատարվել է, այն ինչ-որ մեր տնտեսագիտական միտքը, մեր 30 տարվա պատմության մեջ չէ, որ մենք հաջողված բաներ ունենք, այդ հաջողվածները մենք վերցնելու ենք, վերաիմաստավորելու ենք եւ իրականացնելու ենք։ Վերջերս Խոսրով Հարությունյանի հետ էի խոսում։ Ինքն էլ ունի իր տեսլականը արևելք-արևմուտքի հետ կապված, որը նաև կա որոշակի գործընթաց բանակցություններ չինական կողմի հետ։ Իսկ ով է ասել, որ ես պարոն Հարությունյանից չեմ խնդրել իր գաղափարները վերցրել եմ, մենք դա էլ ենք կյանքի կոչելու եւ այս հյուսիս-հարավը եւ այդ պատկերացրած արևելք-արևմուտքը
իրենք իրականանալի են եւ այո մենք հյուսիսում պետք է ունենանք հասանելիություն արդեն իսկ գործող նավահանգիստներին Փոթի, Բաթումի եւ պետքա արդեն նայենք Անաքլային որպես հերանեկարային, այնտեղ 100,000 տոննա եւ ավելի մեծ նավերի սպասարկման շատ կարեւորագույն նավահանգիստ է կառուցվում եւ ունենք հարավում Բանդար Աբբասը։ Այս սրանք է։ Այո, այսինքն մենք հարավում ունենք իրանական ծովային հանգույցները, Պարսից ծոցը, վերև ունենք Սև ծովը։ Միջերկրականի եւ Կասպից ծովի ադրբեջանական եւ թուրքական նավահանգիստներին պատրանքային հասանելիությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում իրականանալի չէ։ Հետևաբար, վերադառնալով ձեր հարցին, որ մի քիչ ավելի մենք առաջարկելու ենք իրականություն, իրական ծրագրեր, իրականանալի ծրագրեր, որոնք լինելու են տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական։ Պարոն Անանյան, այդ ամեն ինչը իսկապես շատ հետաքրքիր է, ես լսում եի ու այդ քարտեզն էի պատկերացնում էլի ձեր խոսքեր համատեղ, բայց դա այդ միասին թիվ 1 խնդիրը Նիկոլ Փաշինյանը հեռացնելն է, չէ՞, իշխանությունը։ Թիվ 1 խնդիրը դա չէ։ Ապա Թիվ 1 խնդիրը բոլոր քաղաքական ուժերը ասում են թիվ 1 խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Գիտեք, թիվ 1 խնդիրը պետքա լինի որպես արդյունք, դա խնդիր չի, դա արդյունք է։ Թիվ 1 խնդիրը համախմբվելն է։ Բայց մեկնարկային կետի Թիվ 1 խնդիրը էլեկտորատին արթնացնելն է։ Թիվ 1 խնդիրը ժողովրդին ի վերջո իրականությունը հասցնելն է։ բայց դա արվում է ինչի համար։ Դա արվում է վերջն արդյունքում այս իշխանությանը հեռացնելու համար։ Հետևաբար խնդիրը ոչ թե հեռացնելն է, այլ դա արդյունքը պիտի լինի հեռացնելը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հեռացումը ոչ թե խնդիր է, այլ նպատակ եւ արդյունք։ Դա արդյունքային, դա իսխոդը ռուսերեն լավ բառ կա, չէ՞, արդյունքում դրա նույն բանի մասն ենք խոսում։ Չէ, նույն բանի մասը չէ։ Նույն բառը կարող է։ Չէ, թիվ 1 խնդիրը հանրությանը արթնացնելն է։ Թիվ 1 խնդիրը դա ավելի մեծ խնդիր է։ Դա ավելի մեծ խնդիր է։ Շատ լավ։ Հանրության արթնացնելը Նիկոլ Փաշինյանի դեպ վերջնարդյունքում, ինչպես դուք եք ասում, ստանալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Վերջնարդյունքում ունենալ հայրենասեր, հայրենանպաստ իշխանություն։ Ասա է վերջնարդյունքը։ Դա ամբողջական փաթեթ է, այսպես ասենք։ Հիմա ես որքան էլ որ բանը, քանի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ձեր բոլոր ծրագրերը ընդհանրապես ծրագրեր են։ Սա այսպես բան 0.0 է, մեկնարկային կետի։ Հիմա մենք նայում ենք բոլորս միասին, վստահ եմ դուք եք նայում այդ գործիքակազմից օգտվում եք, նայում ենք սոցհարցումները, տեսնում ենք, որ չնայած Փաշինյանը արդեն սկսել է նախընտրական process-ները, երկրում դեռևս առնվազն ոչ փաշինյանական շրջանակներում էլեկտորալ բան չկա, այսպես ընտրական հոտ չկա դեռևս։ Ու եթե այս կիրակի ընտրություն եղավ, այս ուժերի կոնֆիգուրացիայով Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ է դառնալու։ Հիմա միշտ խոսվում է տեսականորեն միավորման մասին, մեկմիասնական բևեռի մասին, իհարկե բազմաթիվ գործիչներ արդեն ասել են, որ դա հնարավոր չի կամ բանան։ Դուք ո՞նց եք դիտարկում խնդիրը, օրինակ։ Նախ մի հատ նախնական ռեպլիկ, դուք եկաք ելին իմ մտքին, որ տեսեք իրադարձություններ են տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական գործընթացն է սկսել, բայց էլեկտորալ ոնց որ թե դեռ արթնացում չկա։ Դրա համար եմ ես ասում, թիվ 1 խնդիրը արթնացնելն է ժողովրդին։ Այս հենց նույն բանի մասին ենք խոսում։ Հիմա գամ ձեզ։ Համախմբում շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Եվ ամենակարևորը նա է, որ համախմբումը պետք է նայել համախմբման երկու ձև կա։ Ու երկու ձև չասեմ, այսինքն երկու տեսակի համախմբում կարող է լինել։ Նախա ընտրական եւ հետ ընտրական։ Նախընտրական համախմբումը պետք է ինքնանպատակ չլինի։ Այն ուժերը, այն հարթակները, որոնք որ այսօրվա քաղաքական իշխանությանը եւ նրա արբանյակ քաղաքական միավորներին ընդդեմ են գործում, քաղաքական իմաստով, բառից քաղաքական իմաստով, այսինքն համարում են իրենց թիվ 1 հակառակորդը եւ նրանց դեմ են իրենց գործընթացները կազմակերպում, չէ՞։ Նրանք նախընտրական համախմբումներ իրականացնելիս պետք է շատ զգուշ լինեն, որովհետեւ կարող են լինել համախմբումներ, որոնք կարող են բերել արժևորման
կարող են լինել համախմբումներ, որոնք կարող են բերել անարժե զրկման, որովհետև առանձին երկու քաղաքական միավոր կարող է X էլեկտորալ ձայներ կարողանան ապահովել, բայց համախմբելու դեպքում դա չլինի գոնե 2x չլինի, այլ դելտայով պակաս լինի, կամ կարող է համախմբում բերի ինչ-որ իրական սիներգիայի։ Ուղղակի մենք մեր երկբանում տարածաշրջանում, հետխորհրդային տարածաշրջանում վերջին 1 տարվա ընթացքում քիչ ավելի քիչ ունենք 2 նախադեպ, երբ որ առանձին ընտրությունների գնացող, այսպես մի քանի ֆրոնտով ճակատով ընտրությունների գնացող ընդդիմությունը պարտվում է մեկ միասնական, այսպես մոնոլիթ բուրգ հանդիսացող իշխանությանը։ Դա Վրաստանն է եւ Մոլդովան է։ Այնտեղ էլ էին ասում այն հաշվարկով, որ հիմա գնանք առանձին, հետո կմիավորվենք պարլամենտում եւ կզրկենք այս իշխանությունների։ Դա չավարտեցի, ներողություն խնդրեմ, մի պահ ինձ լսեք համբերատար, որտեղ մտքերս կարող է խառնվեն։ Իմ ասածը հետեւյալն է. նախընտրական համախմբումները շատ կարեւոր են, բայց նմանը նմանին պետք է համախմբվի նմանը նմանի հետ։ Ինչի եմ ասում նմանը նմանի հետ։ Կարող ես համախմբվել մի քանի օրակարգային հարցերի շուրջ եւ գնալ, բայց կարեւոր է նա թե քո համախմբումը ժողովուրդը էլեկտորատը ինչպես է անցալու։ Մի բան է, երբ որ ասենք Անանյան, Դավիթը եւ Գալստյան Նարեկ իրար հետ համախմբվում են ու իրենք պատկերացնում են, որ իրենք աշխարհի ամենավառ բանն են արել, բայց էլեկտորատը դա ընդունում է այլ կերպ։ Հետևաբար դու պետք է քո սոցիոլոգիայի կանոններով, քո սոցիոլոգիայի արդյունքներով կարողանաս ճիշտ համախմբման հետ կապված որոշումներ կայացնես։ Սրա մասին էի ասում ես։ Եվ եթե հնարավորություն կա համախմբվելու եւ մեկ ճակատով գնալու, ապա դա պետք է իրականացնես։ Դրանից առաջ դու նախ պետք է ինքդ կայանաս։ Օրինակ, մենք հիմա ազդարարել ենք մեր քաղաքական միավորի մուտքը, մենք անելիքներ ունենք շատ արագ մեր հետ կապված որոշակի գործընթացների։ Մենք էլեմենտար ասած նույնիսկ դեռ կուսակցություն չենք դարել։ Մենք միասնության թևերը ազդարարել ենք որպես քաղաքական նախաձեռնություն, որի բնական եւ օրինաչափ նպատակը քաղաքական կուսակցություն դառնալն է։ Այսինքն շատ կարճ ժամանակ, երբ որ մենք այդ գործընթացը կունենանք, մեր համախոհների բանակը կհամալրենք, արդեն իսկ այսօր կատարվող այդ համալրման գործընթացը կունենա իր մեր պատկերացրած բավարար որոշակիություն, ապա պետք է նայել մտածել այո հաջորդ քայլի, ովքեր են մեր գաղափարական ընկերները, որոնց հետ կարելի է միասնական ճակատով գնալ։ Երկխոսություն, քննարկումներ, այո պետք է անես։ Լավագույնը, որովհետև ամենավատ բանը կլինի, եթե մեկուսացված առանձին գնա եւ կրկնվի 21 թվականի ընտրությունների արդյունքները։ Հաջորդը, սա ինչ վերաբերում է նախընտրական, այսինքն դու պետք է այո բացենք քննարկումների հետ։ Եվ բնականաբար մենք զանազանում ենք հակառակորդ եւ մրցակից հասկացությունները։ Ունենք քաղաքական մեկ հակառակորդ, դա այսօրվա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, մնացած ուժերը եւ ներողություն եւ իր արբանյակ ուժերը, այսպես ասած, մնացած քաղաքական դերակատարները, որոնք որ հայտ են ներկայացնել մասնակցելու քաղաքական գործընթացներին, նրանք մեր հակառակորդները չեն, այլ մեր մրցակիցներն են։ Մրցակիցների հետ կարելի է դաշինքներ կնքել, թե նախընտրական, թե հետընտրական։ Հիմա գանք հետընտրական դաշինքին։ Երբ որ գործընթացները գնում են ընտրությունների արդյունքներով, արդեն դու ունես շատ պարզ եւ հասարակ պրագմատիկ պատկեր։ Անցել են ենթադրենք 4-5 քաղաքական ուժ։ Բացառում ես բնականաբար այն քաղաքական ուժերին, որոնց հետ ընտրական կոալիցիաներ կստեղծես, դրանք բնականաբար այսօրվա քաղաքացիական պայմանագիրի եւ իր արբանյակներն են, մնացած բոլորի հետ կարելի է գնալ հետ ընտրական դաշինքների։ Հետևաբար, ձեր հարցին ուղղակի ամփոփելով պատասխանենք, շատ կարևոր է համախմբումը, թե հետընտրական, թե նախընտրական, թե հետընտրական։ Նախընտրականի մեջ էլ պետք է լինես մաքսիմում ուշադիր, որպեսզի քեզ իդեալական թվացած այդ համախմբումը չբերի բացասական էֆեկտի։
Պարոն, ես ուզում եմ ձեզ հիշեցնել կամ մեր հերթադուղին նույնպես հիշեցնել Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթը։ Այդտեղ նա հղում կատարելով մոլդովական սցենարին, կարծես թե հավանել էր մոլդովական սցենարը, ակնարկեց, որ պետք է մտածել ձևեր, ինչպես Հայաստանի ժողովրդավարությունը պետք է դիմագրավի հիբրիդային պատերազմին, եւ ինչպես Հայաստանի ժողովրդավարությունը պետք է դիմակայի այլ երկրներից ղեկավարվող քաղաքական ուժերի ներգործմանը։ Մենք հիշում ենք, որ Մոլդովայում կուսակցություններից մեկը, որը հետագայում 70,000 ձայն ստացավ, չնայած փաստացի չեն մասնակցում, բայց մարդիկ գնացին, տվեցին ու դա վճռորոշ եղավ, հա։ Այսինքն Իվան Վասիլևիչ Մինյա այդ պրոֆեսոր հայտնի ֆիլմի մեջ ասում է «Меня терзают смутные сомнения», ինձ այդ կասկածները տանջում են, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ընտրական process-ների վրա ներգործություն ունենալ, արգելելով կուսակցություններ եւ ինչու՞ չէ նաեւ լրատվամիջոցներ, որոնք որ այս process-ի մեջ են։ Ու այստեղ էլի կրկին պետք է հասկանալ, թե երբ որ այսպես ասեմ, հա, երբ որ առանձին են մասնակցում, թեկուզ փոքր միավորումներով, սա մի քիչ ավելի հեշտ է լինելու անելը։ Երբ որ լինում է խոշոր մեծ ճակատ, այդ մեծ ճակատին, այսինքն երկրի գրեթե ողջ ընդդիմությանը ներս չթողնելը, պարլամենտ կամ ընտրություններին չմասնակցելը, անգամ այսօրվա այսպես եվրոպական ստանդարտների համար մի քիչ կարող է անհասկանալի լինել։ Գիտեք, եթե իշխանությունը մտածում է, որ ինքը ամենախելացին է եւ կարող է, ասենք, քայլեր անել կամ գործողություններ անել, որոնք որ հնարավոր չէր կանխատեսել հենց հիմա, ապա պետք է իրենց մի քիչ երևի թե ասեմ, որ իրենք սխալվում են։ Հիասթափեցնում եք։ Հիասթափեցնեն, որովհետեւ գիտեք դիմացի կողմն էլ, այսինքն պոտենցիալ հակառակ կողմը, ընդդիմություն եւ այդպիսի կեցվածք ունեցող քաղաքական միավորները իրենք պատկերացնում են, թե ինչ կարելի է անել որպես հակակայլ։ Շատ կարևոր մի բան կա այդտեղ, որ պետք է երևի թե առաջի անգամ երևի թե մտքովս անցել էր, բայց ձեր հետ զրույցը բերեց դրան, եկեք հիմա մենք այդպիսի մի հատ այնց անոնս անենք։ Դու կարող ես բանակցել, երկխոսել, փորձել համախմբումների ինչ որ օրակարգել, փնտրել բար, կարող է լինել մի քանի համախմբված ուժեր, բայց նույնիսկ այն բևեռները 2, 3, 4 բևեռները, որոնք կունենան որոշակի համախմբումներ, այդ բևեռներն էլ իրար հետ կարող են պայմանավորվել։ Չլինելով համախմբված մեկ թիմում, կարող են պայմանավորվել միասնական գործելու իրենց օրակարգը ունենալ։ Թե հնարավոր օրինակ այդպիսի սցենարների պարագայում, ինչպիսի արագ վերադասավորումներ կարող են լինել։ Հետևաբար, եթե իշխանությունը մտածում է, որ իրենք կարող են իրականացնել օրինակ Մոլդովայի սցենարը, ես երևի թե պետք է հիասթափեցնեմ իրենց, որ մենք էլ կարող ենք օրինակ պայմանավորվել, բոլորս բոլորի հետ պայմանավորվել, չլինելով, մնալով իրար հետ մրցակից, բայց պայմանավորվել շատ կարևոր հարցերի շուրջ եւ լինել բավականին շատ մոբիլ։ Մեր խոսակցության վերջում ուզում եմ անդրադառնալ խոսակցության սկզբի ձեր հնչեցրած մտքին։ Ժողովրդին պետք է արթնացնել, հա, այս միտքը դուք օգտագործեցիք, էլի հողում անելով սոցհարցումներին մենք տեսնում ենք, որ մոտավորապես 50%-անոց չկողմնորոշված, գծիկ անտարբեր, գծիկ ամեն ինչ վրա թքած ունեցող, գծիկ չգիտեմ, բանի մեջ այսպես անհասկանալի տրամաբանության մեջ գտնվող մեր հասարակության գրեթե կեսը ունենք։ Ու այստեղ մենք գալիս ենք բախվում ենք արժեքային լրջագույն ճգնաժամի, պարոն Արանյան, լրջագույն ճգնաժամի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության, թույլ տվեք ասել, ավերների եւ ցախողումների էպոպեան, գագաթնակետը հայ ժողովրդի ինքնության կարդինալ փոփոխության փորձն է, որ այսօր կատարվում է, այդ լաբորատոր փորձն է, որ մեր վրա կատարվում է Մինայր Արարատին, չգիտեմ, կայսերական հայրենասիրություն եւ այլն եւ այլն։ Ու սրա դեմ ինքնութենական միավորման
ճարտարապետություն, նոր ճարտարապետություն, այնուամենայնիվ ընդդիմության մտածող հատվածը պետք է առաջարկի։ Ես համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Դավաճյանի եզրույթը այլևս չի անցնում եւ դա պետք չի, բայց եթե մենք ժամանակին ինչ-որ միավորման համակարգ ունեինք Արցախ, Սփյուռք, չգիտեմ, բանակ, հաղթանակ, անվտանգությունը, ճարտարապետությունը կար բոլորի մը, հիմա դա էլ գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը իրան առաջարկում է, որը դուք պիտի առաջարկեք։ Տեսեք, մի շատ կարևոր բան։ Ասուլիսի ժամանակ պարոն Թաթույան մի շատ կարևոր բան ասեց։ Ասեց, այս ժամանակահատվածը ավելի քան 30 տարիները, չէ՞ որ մենք մեր բոլորիս կյանքն է, մենք իրար հետ ապրել ենք այս ժամանակաշրջանը։ Մենք այս ժամանակաշրջանում ունեցել ենք թե հաջողություններ, թե ունեցել ենք ձախողումներ։ Հետևաբար, ոչ թե պետք է կենտրոնանանք թե 30 տարիների ընթացքում ինչքան ձախողումներ ենք ունեցել, այլ պեղելով, հանելով հաջողությունները, այդ հաջողությունների հիման վրա պետք է ապահովենք եւ առաջարկենք հանրային համակարգ։ Հաջողությունները մսխվել են այլևս, դրանք գրեթե անվերադարձ են։ Կապ չունի։ Դրա իրական նպատակը նա էր, որ մենք այս ժամանակահատվածում, քանի որ բոլորս ապրել ենք, պետք չի այդ ժամանակահատվածը մասնատել 4 մասի։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակահատված, Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատված, Սերժ Սարգսյանի ժամանակահատված եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակահատված։ Երբ որ դու ժամանակահատվածների ես բաժանում այս 30 տարիները եւ սկսում ես հատված քննադատել կամ արժևորել ամեն ինչը, նշանակում է, որ դու քո կյանքն ես 30 տարիների անցած քո կյանքը, դու ինքդ ես Բաղդադում ինչ որ ժամանակաշրջանների։ Պետք է մենք ինչ անենք, այդ 50% մեր հայրենակիցներին պետք է ասենք, խնդրում ենք ձեզ մի շատ կարևոր բան։ Ուղղակի որոշակի հետաքրքրություն ցուցաբերեք, գոնե լսեք, թե մենք ինչ ենք ասում, ինչ ենք առաջարկում։ Եթե դուք կտեսնեք, որ մենք իրական օրակարգեր ենք առաջարկում, իսկ հիմա իրենք պահանջում են բոլորից օրակարգ, անելիքներ, հստակ ծրագրեր։ Մենք ձեզ ասելու ենք անելիքների, հստակ ծրագրերի, հստակ օրակարգերի մեր տեսլականները։ Եթե դուք կհավատաք, եկեք մեր հետևից։ Սա է։ Մենք իրենց պետքա խնդրենք արթնացնենք մեր գաղափարներով, մեր մտքերով, մեր ծրագրերով։ Ոչ թե Նիկոլ Դավաճանով կամ իշխանություններին քարկոծելով, դա արդեն չկա։ Մենք արդեն պայմանավորվեցինք։ Մենք պետք է ասենք Նիկոլ Փաշինյանը ասում է մենք խաղաղության մեջ ենք, մենք իրենց ասում ենք մենք խաղաղության մեջ չենք, սիրելի ժողովուրդ։ Մեր պատկերացրած խաղաղությունը սա է, մենք սա իրականացնելու ենք այս քայլերը կատարելով։ Եթե համարում եք, որ մենք կարող ենք դա անել, ուրեմն եկեք ընտրատեղամաս, եկեք մեր հետևից, եթե ընտրատեղամասով է ընտրատեղամասում, եթե փողոցում է փողոցով, փողոցային պայքարով, թե ընտրատեղամասով գնանք առաջ։ Սա պետք է լինի։ Այսինքն մենք ժողովրդին պետք է ցույց տանք հստակ մեր պատկերացումները։ Չպետք է խոստումներ, վերամբարձ ինչ-որ բաներ ասենք։ Չէ։ Նախադասություն ենք ասում, այդ նախադասության տակ պետք է լինի արդեն ռազմավարությունը գրված։ Այդ ռազմավարությունը պետք է ներկայացնես։ Պետք է ցույց տաս, որ կարճաժամկետ, միշտաժամկետ եւ երկարաժամկետ առումով ինչա տեղի ունենալու այդ մարդկանց կյանքի հետ, ինչ են ձեռք բերելու։ Ռազմարդյունաբերության մասին ենք խոսելու, տիեզերական հետազոտությունների մասին ենք խոսելու, նոր տնտեսական քաղաքականության մասին ենք խոսելու։ Տիեզերականը ոչ թե պետք չի, այլ շատ կարևոր է։ Շատ կարևոր է եւ շատ տեղին ու շատ, ասեմ, մենք այնտեղ ունենք արդեն որոշակի հաջողություններ, որոնք կարելի է տասնապատկել, հարյուրապատկել։ Ունենք որ։ Իհարկե։ Չէ, մեկի փողը տվե, ես ինչա թրծրել։ Առնվազն ունենք գաղափարակից ընկերներ, որոնք որ մեր հետ են, հենց այդ թրծնողների հեղինակներն են։ Հասկացա։ Շնորհակալ եմ շատ։ Հրավեր ես ընդունելու, շատ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին ղեկավար տնտեսագետ Դավիթ Անանյանը։